Ծառ, ծաղիկ, թուփ, ամպ, արև, լուսին, թրիպ կասեն, չգիտեմ, վարդուշ կասեն, ռսիստրուկ, փորձեց սկսել Պուտինի գրպանը։ Չէ ու չէ, ես բան եմ, խզոր վարչապետ եմ։ Շպագատ է փորձում իշնել։ Մենք հələ որ սենց ձեր հետ խաղեր կտանք։ Նույնիսկ այն շարում են, որ ուտում են, Հարկային տերորի են ենթարկում։ Այստեղ արյան հոտ է գալի։ Փիֆերտ ալտում, պերաշկի ալտում, ինքը հիսի կերպարով է մտել։ Ողջույն հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիներին։ ողջույն 3 միլիոն վարչապետներին, բացի մի հոգավորից։ Մահակի եթերում հերթական ոդքասթն է, Դերենիկի հետ միասին մենք զրուցելու ենք շաբաթվա կարևորագույն իրադարձությունների մասին, իհարկե որքան որ ժամանակը մեզ ներում է, շատ երկար չեն կարող խոսել Դերենիկ, բայց Չէ, կարող ենք խոսել, բայց ժամանակը մեղք են մեր հեռուստադիտողները, մեզ դիտողները մեղք են, ամեն դեպքում մինչ այդ նրանց հորդորենք, որպեսզի չմոռանան, միանան մեր էջերին, տարածեն, կոմենտեն։ Սրտի կարեկնազին լայքին, դեպի չմոռանաք, իմիջիայլոց նկատել եմ, որ կամ մարդիկ մեկնաբանությունների մեջ հենց այդպես էլ գրում են Արեգ Նազին սրտիկ, Դերենիկին լայք։ Շատ շնորհակալություն, ես զգացված եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիմա Արեգ Նազինից ենք խոսելու, երևի սկսենք ամենաթարմ թեմայից, Կրեմլյան վոյաժներից Նիկոլ Փաշինյանի, մինչ այս ինչ էր անում Նիկոլ Փաշինյանը, բոլորին մեղադրում էր Արցախը հանձնելու մեջ, ծառ, ծաղիկ, թուփ, ամպ, արև, լուսին, նախկինների մասին արդեն մոռացել է, հիմա էլ նոր մեղավոր է գտել, ասում է Պուտինն է մեղավոր։ Պուտինը երկու անգամ ասել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, դրա համար էլ ես գնացի Պրահայում ճանաչեցի Արցախը Ադրբեջանի մաս։ Բայց այստեղ ահագին զարգացում ունենք Դերենիկ, որովհետև եթե նախկինում նախ ինքը ասում էր նախկիններն են տվել, չէ, այդ զոմբիացված զանգվածին ինչպես էին իրենք մատուցում, ասում էին նախկիններն են տվել Արցախը, ուղղակի չգիտես ինչի Ալիևը չէր վերցնում, սպասում էր, որ Նիկոլը գա նոր հանձնի։ Հիմա արդեն մի քիչ առաջ են գնացել, կամաց ընդունում են, որ իրենք են իրականում հանձնել, որովհետև Նիկոլը արդեն այո, անկեղծորեն խոստովանում է, որ ես եմ Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի մեջ, բայց ասում է Պուտինն է մեղավոր։ Դե ինքը հստակ աշխատում է իր անդրազանգվածի հետ, իր անդրազանգվածի գլուխը լվանալու, ուղեղները լվանալու օպերացիա իրականացնում եւ ըստ նպատակահարմարության նա կարող է ասել նախկիններն են տվել, Պուտինն է տվել, չգիտեմ, Հարևան Պողոսն է տվել, այսինքն իրավիճակից կախված։ Մի օր էլ կարող է ասի ես եմ տվել, հա, ու ասում է, չէ, որովհետեւ սկզբից ինքը ինչ էր ասում, Արցախը տանք, որ ունենանք խաղաղություն, փրկենք Հայաստանը, ճիշտ եմ, ու միջանցք չտանք։ Սյունիքի միջանցքը չտանք։ Այդ է, չէ, հիմնավորումը։ Այսինքն կամ Արցախ, կամ Հայաստան։ Okay, համոզեց բոլորին, ասեց Արցախը տվեցինք։ Նո, իրենց թե համոզել է բոլորին։ Դե իր ընտրազանգվածի մասին է խոսքը, այստեղ ես խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր հավատում են Նիկոլ Փաշինյանին, էլի։ Մեր տրամաբանությանը հավատացողները արդեն ամեն ինչ գիտեն։ Ու ինչ ասեց պահեցինք Հայաստանը, ինքնիշխանությունը, Հայաստանը եւ այլն, եւ միջանցք չտվեցինք, այ ուզում էին մեզանից միջանցք, դե նոյեմբերի 9-ով ստորագրել էր, որ միջանցք պետք է լինի, այսինքն ճանապարհ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև ռուսական վերահսկողությամբ։ Ասես դե չտվեցինք, որովհետեւ դա հարված էր Հայաստանի անկախությանը եւ այլն հիմնավորումները հիշում եք, ես չխորանամ, ու ասենք մի 2 տարի, հա, մի քանի տարի հետո դրանից ստորագրելուց 5 տարի հետո ինքը նույն միջանցքը տվեց Միացյալ Նահանգներին 90 քանի տարով։ Թրիպի անվան, նույն միջանցն է, այստեղ հիմա թրիպ կասեն, չգիտեմ, վարդուշ կասեն, այդ միջանցքին էական տարբերություն չկա։ Միջանցքային տրամաբանությամբ ինքը տվել է այդ միջանցքը Միացյալ Նահանգներին, որի շահառուն առաջերտին Ադրբեջանն է, հետո Թուրքիան եւ Միացյալ Նահանգները։ Դրա համար երբ որ Միացյալ Նահանգները Բաքվում խարցա է ստորագրում ստրատեգիական համագործակցության Ալիևի հետ, Վենսը որ ստորագրեց, չէ, Բաքվում, այնտեղ առանձին կետ կա։ Եթե Ադրբեջանը այդ է ստորագրում, թրիպի մասին չէ ստորագրում, էլի, դա էլ կա։ Ու այնտեղ նշված է, որ Ադրբեջանը անխոչնդոտ ուղի է ստանում, երկրորդ հոդվածն է Նախիջևանի հետ կապվելու համար, փոխադարձ կապվելու համար։ Այսինքն այստեղ ակնհայտ է, որ այստեղ միջանցք կա տվել Նիկոլ Փաշինյանը, այստեղ նույնիսկ քննարկել էլ չարժի, էլի։ Բայց քանի որ
գնացել էր Կրեմլ եւ Նիկոլ չէ լինի եւ եթե Արցախի հանձնելը ինչ որ մեկի գրպանը չգցեր, այս դեպքում ասենք փորձեց գցել Պուտինի գրպանը։ Էս էլ է իր ընդրազանգվածի համարանում, ուղեղները նույն լվանալու տրամաբանությունն է այստեղ աշխատում, որ տեսեք ես ասենք գնացի Կրեմլ, ասեցի ով է իրականում մեղավոր Արցախը տալու հարցում եւ հետ եկա։ Հետո մյուս նյուանսերին էլ կանդրադառնանք, բայց ինչ է ասում։ Ես 2-3 անգամ լսել եմ այդ հատվածը, դրա համար ինձ կաթ է հասնում։ Նիկոլ Փաշինյանին 3 անգամ լսել եմ։ Այնտեղ ասում է, հա, Նիկոլ Փաշինյանը Պուտինը այնտեղ ասում է, որ դու գնացիր Պրահա 22 թվականին եւ Արցախը ճանաչեցիր Ադրբեջանի կազմում, մենք այնտեղ էլ ոչ մի բան չէին կարող անել, որովհետեւ հենց այդպես էլ բա ինչ կարող էր անել։ Այո, որովհետեւ դա դառնում է Ադրբեջանի ներքին գործը այլևս, հա։ Իմիջիայլոց այդ ժամանակ առաջինը Անդրանիկ Թևանյանը բարձրաձայնեց, հա, ու նույնիսկ ընդդիմությունից ասում էին, չէ, ասում են այդպես բան չկա։ Նիկոլը քպականները իշխանությունները ինչ էին ասում, սուտ եք ասում, դուք մեծ մեղադրանքներ եք ներկայացնում, չկա, նման երթում պատում էին ուտում, որ այդպիսի բան չկա։ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը չի ճանաչել Ադրբեջանի մասին։ Հիմա երբ որ ասում է քո իր ներքին գործը դարձա, մենք այդտեղ գործ չունենք, մեծ հաշվով, էլի ես շատ պարզ եմ ներկայացնում այս ամեն ինչը։ Եվ Նիկոլ Փաշինյանը սրան ինչ է հակադարձում։ Ես ուղղակի ապշել եմ էլ այդ բանի պահի ժամը, երբ որ ինքը հակադարձեց այդ առումով, հակադարձել էլ չէ։ Ասում է բանը, հա, ես ճանաչեցի, բայց միայն այն բանից հետո, ես խնդրում եմ ուշադրություն, միայն այն բանից հետո, երբ դուք 2 անգամ հայտարարեցիք, որ Արցախը եղել է Ադրբեջանի կազմում։ Այսինքն այս մարդը, որը խոսում է ինքնիշխանությունից, անկախությունից, անկախ քաղաքականություն վարելուց, հայտարարում է, որ իր պատմական, ստրատեգիական կարևոր որոշումներից մեկը պայմանավորված է եղել երրորդ երկրի նախագահի 2 անգամ արված հայտարարությամբ։ Բա դու անկախ էիր, բա դու ինքնիշխան էիր, բա քո ընդրազանգվածին ապացուցում ես, որ բարձրացրել ես ինքնիշխանությունը Հայաստանի, այսինքն բարձրացրել ես այնքան, որ ասենք 2 անգամից ես, հա, բանանում, Արցախ հանձնում, տարածքներ հանձնում, 2 անգամ այն ժամանակ ասենք մի անգամ կամ կես բերան էին ասում, այդ ձև է ստացվում։ Բացի դրանից, այստեղ շատ կարևոր հանգամանք կա այս առումով։ Հետաքրքիր է, որ այստեղ ինքը իրեն դիրքավորում է որպես Ռուսաստանի իբր էլի կուրս տանող բան գործիչ։ Այսինքն մի դեպքում երբ իր զոմբիները շատ են սիրում այդ ձևակերպումը ռսիստրուկ, այսինքն մատերիալ պարագայում ռսիստրուկը Նիկոլ Փաշինյանն է։ Այո, շատ ճիշտ ձևակերպեցիր։ Այսինքն ինքը իրեն այդ ժամանակ զգացել է ռսիստրուկ, գնացել ասենք Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում հետ է եկել, բայց այլ դեպքերում ինքը շատ ուժեղ հակառուս գործիք է։ Խզոր վարչապետը, ինքնիշխանիստ խզոր վարչապետը, ասենց բամյա ջղային հայացքով թող նայր Պուտինին, ասեր չէ ու չէ, ես բան եմ, խզոր վարչապետ եմ, ինքնիշխան եմ, ես չեմ անելու այն ինչ որ ինձանից դուք պահանջում եք։ Բայց ասենք լավ, Պուտինը օրինակի համար ասում է գնա քեզ մոստից գցի, ուրեմն պիտի գնա գցի։ Իր ներկայացրած տրամաբանությամբ, այո, ստացվում է, որ ասենք Նիկոլը ասի, հա, գնա գլուխդ Պուտինը Նիկոլին ասի գնա գլուխդ պատովը դուր, ինքը գնալու է դա, բայց այստեղ մի կարևոր բանի վրա եմ ուշադրությունն ուզում հրավիրել, հասկացողներս ամեն ինչ հասկանում են, ուղղակի կամ մարդիկ, ովքեր այսպես նյուանսների մեջ չեն խորանում եւ շատ չեն բացում էլ այդ ամեն ինչը։ Տեսեք, այն դեպքում երբ դա հաճելի է, բխում է Ադրբեջանի շահերից, Ալիևի շահերից կամ Էրդողանի շահերից, ինքը դառնում է պրոռուսական։ Ասենք Պուտինը ասենց ասես, դե ես էլ ով էի, որ չգնայի, ասենք Արցախը բանը այդ սինու վրա չհանձնեի Ալիևին։ Այլ դեպքերում, երբ դա բխում է Հայաստանի շահերից, Հայաստանի անվտանգության շահերից, ինքը հակառուս է։ Ասենք պետքա ասենք հակառուսականությամբ այստեղ զբաղվել ու այս ամեն ինչ այնտեղ ֆիքսվում է։ Պատահական չէ, որ Օվերչուկը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը դրանից հետո շատ կոշտ հայտարարություններով հանդես եկավ, այսինքն երկրորդ օրը հանդիպումից հայտարարելա, որ այսպիսի իրենք ասում են Ռուսաստանի հարաբերությունները շատ լավ են, բայց այսպիսի դիվանագիտական
այլանդակություն հարաբերությունների մեջ, էլի, որևէ այլտեղ ես չեմ նկատել։ Ինքը ասում է շատ լավ են հարաբերությունները, բայց Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարում է, որ ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստվում է մտնել Ռուսաստանի թշնամական դաշինք, Ռուսաստանի դեմ ձևավորվող թշնամական դաշինք։ Նման սցենարը ծանր հետևանքներ կունենա։ Այսինքն երկու երկրի առաջնորդներ հանդիպում են, բանակցում են, դրանից մի քանի ժամ հետո Ռուսաստանի փոխվարչապետը նման հայտարարություն է անում։ Այսինքն ինքը գնացել տապալել է ամեն ինչ, էլ ավելի է փչացրել առանց այդ էլ վատ հարաբերությունները Ռուսաստանի։ Ինքը փաստորեն ռուսական ուղղությունը տապալել է հարաբերությունների կառուցման, մնացած տնտեսական, ռազմաստրատեգիական, ռազմական, որովհետև ես չգիտեմ, էլ ինչ այդպիսի բան լսել եք, որ ասենք երկու երկրի նախագահ հանդիպեն, առերևույթ որոշակի, ասենք խնդիրներից խոսեն, բայց գլոբալ առումով ասեն, որ հա լավ է ամեն ինչ, առևտուր, արաբա-ամերիկյան շրջանառություն եւ այլն, ու հետո ասում որ Հայաստանը մտնում է թշնամական դաշինքի մեջ։ Այսինքն հարաբերությունները կարգավորելու փոխարեն էլ ավելի է վատթարացնում։ Իդեպ այստեղ մի նյուանս էլ կա, դերենիկ, ինչի համար է ինքը սա անում, որպեսզի Ադրբեջանից Թուրքիայից եկող այդ պատվերը քողածածկի։ Այսինքն ասում է Ռուսաստանն էր ասել, Պուտինն էր ասել երկու անգամ, դրա համար ես ճանաչեցի, այսինքն ամեն ինչ ինքը պատրաստ է ասել, բոլորի վրա մեղքը բարթել, բայց իրական մեղավորներին ու իրական պատվիրատուներին ինքը չի նշում, անունները չի տալիս։ Իսկ իրական չէ, պատվերը որտեղից է եկել։ Պատվերը եկել է Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Պահանջը եկել է Ադրբեջանից եւ Թուրքիայից, որ դու պիտի Արցախը ճանաչես Ադրբեջանի մասին, ինքն էլ հլու հնազանդ կատարել է այդ պատվերը։ Բայց դրա մասին չի խոսում, ինքը քո ասած պատրաստ է այդ մեղքը գցել յուրաքանչյուրի գրպանը։ Դե հասկանում է, որ ինքը պատմական կտրվածքով հանցագործություն է կատարել եւ դրա համար ինքը ուզում է դա պարտակել։ Իմիջիայլոց Գերագույն խորհուրդը որոշում ունի Հայաստանի Հանրապետության, որով արգելում է Հայաստանի ղեկավարներին երբևիցե որևէ պարագայում ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Այս մարդը փաստացի պատմական կտրվածքով էլ եմ կրկնում հանցագործություն է կատարել եւ ինքը գիտի որ դրա համար վերջ առաջ ինքը պատասխան է տալու օրենքի սահմանադրության եւ մնացած բաների առաջ դրա համար ասենք մարդը ման գալիս նախքին ռուս չգիտեմ վաղներ կարող է չգիտեմ հա ինչ որ մեկին գտնել Արցախը հանձնելու բանը գցել գրպանը բայց մյուս ավեշտի մասին տեսեք Պուտինը շատ հետաքրքիր հայտարարություններ արեց սկզբից որ անհամատեղելի է Եվրամիություն ԵԱՏՄ սինխրոնացված հիմա այդ հարաբերությունները այդ երկու համակարգերի երկու տեղում միաժամանակ չես կարող գտնվել աշխարհաքաղաքական ճողված կստանաս իրականում հիմա Նիկոլ Փաշինյանը քանի որ ինքը իրեն համարում է Նապոլեոնից 5 պակաս գործիչ հավանաբար էլի Փորձում Քրիստոսից հետո ինքն է կամ ավելի հետո կամ առաջ դա հիմա դժվար է ասել որովհետեւ իրոք ինքն իրեն Հիսուս Քրիստոս հետ նմանացնում է հիմա ինքը աշխարհաքաղաքական շպագատ է փորձում իջնել երկու աթոռների վրա նստել այնտեղից ասում են տղա ջան չի լինի էլի այդպես բան մի խոսա այդ ձևի բաներ այնտեղ պատահական չէր գազի գնի մասին հիշատակումը որ 6 անգամ տարբերություն կա հա իդեպ մեր ունկնդիրներն էլ դա էլ պիտի իմանան որ այս աշխարհաքաղաքական շպագատի արդյունքում Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանը գազի գինն էլ կարող է արդարացիորեն բարձրացնել, որովհետև եթե շուկայական գներով, այդ եթե դու դեմ ես գործում, քո ռազմավարական դաշնակցին դեմ ես գնում, խզում ես բոլոր հարաբերությունները, ամեն ինչ անում ես, որպեսզի նրա այդ թշնամանաց, բնական է, որ նա էլ քեզ պետք է վերաբերվի համարժեք կերպով։ Այսքան ժամանակ որ Ռուսաստանը չի բարձրացրել գազի գինը եւ որոշակիորեն հարաբերությունները փորձել է պահել Հայաստանի հետ, դա նաեւ որ հայ ժողովրդի դեմ ուղակի չի ուզում դուրս գալ, հայ ժողովրդին վնաս չի ուզում տալ, որովհետև դարեր շարունակ են եկել հայ-ռուսական մեր բարեկամությունը եւ հարաբերությունները։ Այո, եւ պատկերացրեք, եթե գազի գինը թանկանում է 6 անգամ, ասենք ուզում եք Եվրոպա գնացեք, խնդիր չկա։ Նախ այնտեղ սպասող չկա, այդ քանի անգամ խոսացել ենք, էլի, որևէ մեկը չի ասել, որ մենք ձեզ Եվրոպայում սպասում ենք։ Ասում են դրա դեմը պպզեք, միջև տենանք ինչ կլինի։ Այդ կարող է տևել մի 300 տարի, էլի։ Ու առանց ամաչելու Պուտինին ասում է մենք հələ որ սենց ձեր հետ խաղեր կտանք, մի քիչ սենց կբզբզանք, բանկ, օգտվենք ձեր այդ ամեն ինչից առավելություններից։ Մինչև տեսնեք մեզ այնտեղ երբ են ընդունելու։ Չարչու հոգեբանություն, գալիս ենք դրան, էլի։ Մարդը աշխարհագրական չարչի է նաև, էլի։ Այսինքն ինչ է ասում։ Օրինակ ես, ասենք Պուտինի տեղը լինեի, այդ բանը իրեն տես դուրս կանեի։
կվռնդեի, էլի։ Ասում է, որ երկու այդ համակարգերի մեջ հնարավոր չի, ուզում է տակից դուրս գա, ասում է, բանը, հա, հիմա կոնկրետ դրված չի այդ կամ-կամի բանը, ասենք հələ չենք հասել այդ կետին, որ պետք է ընտրենք կամ Եվրամիություն կամ ԵԱՏՄ։ Այ հենց որ եկավ այդ պահը, մենք արդեն կորոշենք, էլի։ Ինքը ինչ է ասում։ Պատկերացրեք, ասենք դուք հիմնարկություն եք, այդտեղ աշխատում ենք, չէ՞, մեկը գալիս է, ասում է, մեր կոնկուրենտ ֆիրմային, ես երազում եմ ընդ հայտնվել, ասենք իմ փափակն այնտեղ հայտնվելու, բայց քանի որ ընդես ոչ կանչում են, ոչ բանի տեղ են դնում ինձ։ Ստե ես կարամ բզբզամ մի քիչ, էժան գազ տվեք, չգիտեմ, շատ աշխատավարձ տվեք, միջև ապարքեվավճար տվեք, միջև տենանք ընդես որ բան արին, ես կգնամ կթռնեմ այնտեղ։ Հասկանում եք կդավաճանեմ։ Ակնհայտ այդ մասին ինքը ասում է հենց որ պահը կա, ես կթռնեմ ու օվերչուկի էս հայտարարությունը պատահական չի, բայց այդ թռնելու գինը, եթե հայ ժողովուրդը մտածում է, որ ինքը ապրելու է, ասենք, չգիտեմ, Գերմանիայի կենսամակարդակով, գերմանական տիպի պետության մեջ կամ ֆրանսիական տիպի պետության մեջ, ես բարեկեցության բանի տեսանկյունից եմ ասում, էլի, ինքը չարաչար սխալվում է, որովհետև այնտեղ դու չես հայտնվելու նախ այս վերջի շրջանում Եվրամիությունը ընդհանրապես այդ ընդլայնման քաղաքականություն որպես այդպեսին անդամակցության չի վարում, ասես Թուրքիան տեխնացու անդամը բաները այդ ուկրաինացիները մարդիկ տաբուրետք են դրեցին, չէ, ստորագրեցին այդ բանի դեմը, այդ պատերազմական իրավիճակում, դիմումը տվեցին, ընդեղից ասեցին, որ հա գերակայություն է ձեր դիմումը, բայց միջև հիմա չեն ընդունում։ Որ երկրի կեսը վարի են տվել միլիոնավոր մարդիկ զոհվել են, այդ մարդկանց չեն ընդունում, կպած է, որ մնանց Հայաստան, ասենք, այստեղ նույնիսկ թեմա էլ չկա, մեզ չեն ընդունել։ Ուղղակի ինքը որ խաղում է իր մնդրազանգվածի հետ, այս Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչը անում է, ընտրվելու, այսինքն իշխանությունը վերարտադրելու համար։ Հերթական անգամ խափելու եւ վերարտադրվելու։ Ինքը ինչ ասում, ժողովուրդ ջան, բանը Եվրոպա, տես ինչ սիրուն է Եվրոպան, այ ձեզ կտանենք Եվրոպա, բան, այ ինձ որ ընտրեք, դուք կլինեք արևմտամետ, Ամերիկան կկա ձեզ տեր կլինի, Ամերիկա վիզայի ռեժիմ կմտցնեն։ Հա, այ եվրոպացիներն ու ամերիկացիները ավելի սպիտակ տերեր են, ավելի սպիտակ, ասենք, ստրկատեր նկատի ունեմ, էլի։ Մեզ ավելի լավ կվերաբերվեն, հացը ավելի սպիտակ կլինի եւ այլ, այդ տիպի, ասենք, հիմար մտքերով կերակրում են հայ ժողովուրդի մի մասին, ցավոք սրտի հավատացողներ էլ կան, էլի, որ իրանք նու բայց հարցումները ցույց են տալիս, որ գնալով այդ զանգվածը ավելի է փոքրանում ու տեսնելով, որ իր վարկանիշը արդեն շրիշակային է դարել, այլ մանիպուլատիվ ու պոպուլիստական մեթոդների էլ է դիմում, ես նկատի ունեմ օրինակ կենսաթոշակների բարձրացումը, երբ տարվա կեսից ինչ արեցին, որոշում կայացրեցին, որ պիտի կենսաթոշակները 10,000 դրամով իրենք բարձրացնեն, այն դեպքում, երբ որ բյուջեով նախատեսված միջոցներ չունեին։ Բայց սա պետական ընտրակաշառք էր, պետք է ժողովրդին ինչ որ մի կերպ խաբեին եւ ձայները հերթական անգամ գողանային։ Ու հիմա քանի որ բյուջեն պայթում է, միջոցները չկան, բայց միտեղից այդ թոշակները իրենք պետք է վճարեն, հարցակում են գործել բիզնես դաշտի վրա եւ հարկային տերորի են ենթարկում։ Այդպիսի արդեն բազմաթիվ ահազանգեր կան։ Անդրանիկ Թևանյանը բարձրաձայն է, առաջին անգամ է։ Նախագահն էլ այդ մասին խոսեց, ես առաջարկում եմ լսենք, հետո շարունակենք այս թեման։ Հարկային մարմիններին դիմելով ասեմ, որ դադարեցրեք ձեր տերորը, չնայած մենք հասկանում ենք, որ դուք հրահանգ եք կատարում եւ ապահովում եք օրվա իշխանության կողմից ընտրակաշառքի պաշտոնական բաժանումը իդեմս 10,000 դրամների, բայց մյուս կողմից դուք մորթում եք բիզնեսին եւ չի կարելի այդպիսի տերորիստական հարձակումների դիմել։ Մենք ստանում ենք այդ ահազանգերը։ Այո, ահազանգերը կան, այո, $200 միլիոն դեֆիցիտ կա բյուջեում, այս բարձրացումների հետ կապված, այդ մասին կարծեմ էկոնոմիկայի նախարարն էլ խոստովանել, որ մենք խնդրեմ ենք ունենալու եւ որտեղից է գտնելու Նիկոլ Փաշինյանը, հո իր գրպանից չի բերելու իր միլիոնները բաժանի ժողովրդին, մտնելու է բիզնեսի գրպանը, ինքը քերելու է բիզնեսի, մանր, միջին, խոշոր եւ այլն, մտնելու է գրպանները, ասելու է բերեք կանխավճար տվեք, այսքան հարկ տվեք, որովհետեւ ասենք հերիք չի անում, բայց ընտրվել պետք է ինք իր գրպանից չի ծախսելու է պետ բյուջեի գրպանից, այսինքն պետ բյուջեից
քանի որ պետբյուջեն իրենք համարում են իրենց սեփական գրպանը։ Եվ հարգելի բիզնեսի ներկայացուցիչները պետք է իմանան, որ Նիկոլ Փաշինյանը 10,000 դրամ, այսպես ասած, ընտրակաշառք բաժանելով, ինքը դա արել է իրենց հաշվին, ոչ թե պետբյուջեի հաշվին, իրենք են այդ ամեն ինչի քավորը, ինչու է թոշակների բարձրացում արել, որովհետև ինքը հասկացել է, որ իր ընտրազանգվածի մեջ շատ են 60-65 պլյուսները, թոշակառու տարիքի մարդիկ շատ են, հետևաբար պետք է այդ ուղղությամբ ինչ-որ քայլ անի, որպեսզի ամրապնդի իրենց այդ ցեմենտաբետոնի ընտրազանգվածին։ Եվ դա այն դեպքում, երբ որ ընդամենը 2 ամիս առաջ այս որոշումից իրենք ասում էին, որ որևէ տարբերակ չկա կենսաթոշակները բարձրացնելու, ավելին թոշակառուները չգիտեն թե որտեղ պետք է ծախսեն այդ 10,000 դրամները։ Այսինքն 2 ամսվա մեջ կենսաթոշակ ստացող մեր հարգելի հայրենակիցները, տարեցները արդեն իմացան թե որտեղ պիտի ծախսեն այդ 10,000 դրամները։ Դե հասկացա, որ այնտեղ կորցնում է, այս թեմաների մասին նաև մեր հյուրի հետ կխոսանք քիչ հետո Ստեփան Դանիելյանի հետ։ Եվ պետք է հստակ հասկանան, հա, ինքը շատ սիրում է ասել, վայ հարկ տակ էս կլինի, այն կլինի, հասկանաք պետությունը ոնց է, հարգելիներս, այդ թոշակների բարձրացումը բերելու են բիզնեսի քթից եւ արդեն բերում են տերորի ենթարկելով, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը, օրինակ երբ որ գազիկինը թանկացավ 6 անգամ, իրենք ինչ են անելու, ապրանքների գները թանկանալու է մոտավորապես այդքան։ Եթե ոչ 6 անգամ, ապա 3-ից 4 անգամ։ Ամեն ինչ, նույնիսկ այն շարմեն, որ ուտում են, 1000 դրամ ինչքան է 1200, նայած էլի, ասենք պերաշկին, գազով են էփում, չէ՞։ Կուկուրուզը, էլի գազի վրա է էփվում, թանկանալու է։ Այդ գազը եթե թանկացավ 6 անգամ, այդ ամեն ինչը մտնելու է գնի մեջ։ Եթե դուք պատրաստ եք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության համար վճարել այս ամեն ինչով, անվտանգությունը էլ չենք ասում, դա մի ուրիշ թեմա է, կարող ենք մի առանցին հաղորդման ընթացքում խոսել, դուք հայտնվելու եք կոտրած տաշտակի առաջ, այդքան բան։ Իդեպս հարկային տերորը նաև իրականացվում է զուգահեռ այն բանի, որ բանկային համակարգում էլ հարկային տերորի են ենթարկում մեր քաղաքացիներին, սա էլ նշենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին բանկերի եկամուտները 11 անգամ ավելացել են դերենից։ Բերանով ես ասում, պատկերացնում ես 11 անգամ եկամուտները ավելացել են, բայց սրա մասին իրենք չեն խոսում, սա իրենք չեն տեսնում, այն դեպքում, երբ որ դժվար չէր տեսնել, այսինքն շատ հեռու չպետք է գնային, օրինակ ազգային ժողովում սենց մի հատ գլուխը թեթև կողք էին թեքում ու տեսնում էին, որ այդ վարկային տերորի ենթարկողներից մեկն էլ օրինակ իրենց կողքին նստած է։ Բայց տեսնում են իրենց սրտի օլիգարխը, իրենց սրտի օլիգարխը իշխանության մեջ գտնվող մեծահարուստ, որը քաղաքագիտական տեսանկյունից հենց կարող է համարվել օլիգարխ, Խաչատուր Սուքիասյանը, հանրային հեռուստաընկերության եթերում հպարտանում էր, որ մարդիկ կրացած են վարկերի տակ, վարկային պարտավորությունների տակ, ասում էր դա բարեկեցության ցուցանիշ է։ Հիմա թող Այդ չի ասում, որ այդ վարկերը հիմնականում սպառողական վարկեր են, մարդիկ վերցրել են, չգիտեմ, 1000-ի ծախս, ուսման վարձ, բուժվել, հեռախոս, հեռուստա, 1000-ի բաներ են, սպառողական վարկեր։ Հիմա հարգելի ժողովուրդը պետք է հատկապես Նիկոլ Փաշինյանին հավատացողները հստակ ֆիքսեն, որ այն որ դուք կռացած կքած եք այդ վարկերի վարկային ստրկության մեջ եք գտնվում, դա իշխանության համար համարվում է բարեհաջող, չգիտեմ, գործունեություն, դուք բարգավաճում եք, այնպես որ այդ ինչքան շատ վարկ ունեք, այդքան ավելի բարգավաճ եք դուք։ Այնքան Խաչատուր Սուքիասյանը բարգավաճում է, եթե բառերն իրենց անուններով կոչեն։ Այս թեմայով այսքանը, հա, հաջորդը սադրանքների թեման է։ Սադրանքների թեման Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածը, դա ընդհանրապես, չգիտեմ, իրենց ամեն մի քայլը աբսուրդ է, բայց սա այն որ գեր աբսուրդների ժանրից էր, որովհետև միջևես Նիկոլ Փաշինյանը ինչ էր անում։ Կիրակնորյա սադրանքների էր դիմում իր այդ թափառաշրջիկների խմբով Բրեմենյան երաժիշտներ այո իր սրտի տիրադավերի հետ գնում էին գրոհում էին եկեղեցիները եւ կեղծ պատարակների էին մասնակցում իսկ հիմա արդեն որոշել է որ ամենօրյա ռեժիմով պետք է սադրանքների դիմի
ու գնում է ինչքան հարային վայր կա, մտնում է հատուկ սադրելով, հատուկ նյարդայնացնելով, ներվայնացնելով, շատ լավ իմանալով, որ ժողովրդի մեծամասնությունը պարզապես իրենից զզվում է։ Այս անգամ էլ որոշել էր, որ գնար այդ մարդաշատ ծաղկազարդի ժամանակ գնար մտներ մարդաշատ եկեղեցի։ Ինչ տեղի ունեցավ, այնտեղ 18 տարեկան դպրոցահասակ տղաների նյարդերը տեղի չտվեցին, մի քիչ էսպես խեթ նայեցին, մի քիչ, չգիտեմ, գուցե կտրուկ շարժումներ արեցին, հետո ես փաստաբաններ տեսա, որ ասում էին իրենք որ ներկայացնում են իբր փորձել են հարվածել Նիկոլ Փաշինյանին, իրականում պաշտպանվել են Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցների հարվածներից։ Կադրերը հրապարակվել է, երբ որ արմունկով խփում է երեխայի դեմքին, Նիկոլ Փաշինյանի թիկնապահը, այո, այդ կադրերը կան, պլյուս դա այն նույն թիկնապահն է, որը այդ կեղծ պատարակների ժամանակ մի տղայի բերանը բռնած բռնություն կիրառելով դուրս հանեց եկեղեցուց, այդ նույն թիկնապահի մասին ենք խոսում։ Դե բայց բնականաբար թիկնապահները պատժի չեն ենթարկվում, Նիկոլ Փաշինյանը այդտեղ խաղաղասեր է ներկայանում, ասում է սուս մնացեք հանկարծ մատով չկպնեք, շատ լավ իմանալով, որ եթե մի քիչ ավել շարժումներ անեին, այնտեղ գուցե իրենց հոշոտային էլի, ես չգիտեմ։ Ու ինչպես միշտ ծլկում է դեպքի վայրից ու այնտեղ sense նյարդային այդ ղժղժան կերկերուն ձայնով հրահանգ է տալիս, որպեսզի այդ դպրոցահասակ տղաներին խայտարակ ձևով բերման ենթարկեն։ Ու այստեղ երկու բան կա, որ Նիկոլ Փաշինյանը հին ավանդական սադրիչ է, եթե այդպես ասենք, սադրելը իր ու շանտաժն ու սադրելը Նիկոլ Փաշինյանին բնորոշ վարքագիծ իր կենսագրության մեջ եթե նայենք, նման դրսևորումների պակաս չենք զգա։ Սադրելու հետ կապված մարտի 1-ին ինքը սադրեց թրավ, կոպիտ ասած փախավ, հա։ Հետո էլ հպարտ պատմում էր, հա, թե ոնց գնաց ու թաքնվեց տարբեր ծափիկերում, ծլկեց դեպքի վայրից։ Ինչ էր ասում, արմատուրա, բուլիժնիկա, բան վերցրեք, պաշտպանվեք, իբր եւ այլն։ Իդեպ այդ կադրերը մենք այսօր դեռ կդիտենք, այդ կադրերը կա։ Այո, բանը ու այդ մարդը հիմա խոսում է բռնության դեմ։ Այդ մարդը, որը ասենք բռնության պապան կարելի է համարել քաղաքական դաշտում, խոսում է բռնության դեմ։ Մարտի 1-ին այնտեղ ոստիկանին, որ բռնության էին ենթարկել, ասում էր ես հպարտանում եմ, դուք ասում եք ոստիկանին, ոստիկան չէր, սրիկա էր, թե ստահակ էր, ինչ էր, շատ լավ է կարել, այդպես խրախուսում են բռնությունը։ Հիմա այդ մարդը խոսում է բռնության դեմ։ Հա, կերպարանափոխվել է հրեշտակի թևերը։ Այսինքն մարդ, որը ասենք հայկական քաղաքական դաշտում կարելի է համարել մարդու, կարելի է համարել բռնության հիմնադիրներից մեկը, այսինքն այդ տրամաբանությունը մտցնողներից մեկը, հիմա խոսում է բռնության դեմ կամ իր այդ քպական եսիմինչերը։ Այն օրը մեկը երեք, այսինքն չգիտեմ, 5 շաբթի երևի, թե 4 շաբթի խոսում է, որ այ ընդդիմությունը մեզ սադրում է, որ մենք հայի արյուն թափենք։ Լսի չէ, ավելի հեռու են գնացել։ Ասում են այն իրենց սեփական օգտագործման արտաքին հետախուզական ծառայությունը, այն որ ասում էր, որ պիտի հիբրիդային հարձակումներ տեղի ունենան, այս դրանք այդ հիբրիդային հարձակումների դրսևորումներն են։ Այսինքն իրենք գնում են, իրենց ոտով մտնում են մարդամեջ, սադրում են, այդ բախումները հրահրում են, այլանդակ ձևով երիտասարդներին բերման են ենթարկում, կրքերը լարում են, հա, իրավիճակը լարում են, մի հատ էլ ասում են, թե այդ մարդիկ հատուկ այնտեղ կանգնել են, գիտեին, որ Նիկոլի խելքին պիտի փչի, այսպես ինչ որ բան եկեղեցի մարդկանց, այսինքն մտնի հասնի միջև խորան, բոլորին ներվայնացնելով, իբր գնացել էր ինքը աղոթելու է։ Նիկոլին ստեղ պետքա դատել, սադրանքի համար լուրջ եմ ասում։ Այսինքն, եթե դու գնացել ես պատարակի մասնակցելու, ինչի ես գնում ամենավերի գլուխը խորանի մոտ կանգնում հոգեվորականների քահանաների կողքին։ Մի հատ մեկը բացատրեք ինձ էլի, ասեք, դե ինչ էր մոռացել դու։ Ասենք պատարակի բաղացիչ մասը իր, չէ՞ մասունք էր, ինչ էր գնացել այնտեղ կանգնել էլի։ Իրոք եմ ասում։ Ժողովրդի միջով դու այդքան բանը արել ես եկեղեցու նկատմամբ, հոգեվորականների նկատմամբ։ Դու գիտես, որ բարեպաշտ քրիստոնյա հայերի գերակշիռ մեծամասնությունը զրզվում է քեզանից, դու մտնում ես դրանց միջով, որ ինչ անես, որ ինչ լինի սա։ Այստեղ մի քանի նյուանս կա դերենիկ։ Նախ Նիկոլ Փաշինյանի սիրտը սադրանքներ է ուզում ու ինքը ընդհանրապես սիրտը արյուն է ուզում, հա, եթե ավելի կոնկրետ ասենք, նրա սիրտը արյուն է ուզում ու ինքը ոտքից գլուխ միշտ էլ եղել է սադրիչ։ Ինքը սադրանքների սիրահար է։ Երկրորդ հերթին ինքը ամեն ինչ անում է, որպեսզի այս սադրանքների ու այս տեսարանների շնորհիվ լրատվական դաշտի առաջին տողերում լինի, այսինքն
անկախ նրանից լավ կխոսեն, վատ կխոսեն, փնթի տեսարան կլինի, իր տեսքից կխոսեն, իր հակահիգենիկ ձևով պերաշկի կուկուռուզ ուտելուց կխոսեն, կարևոր չի ինչի մասին կխոսեն, կարևորը որ իրենց մասին խոսեն։ Հաջորդ դրվագնա է, որ ինքը պարզապես երազում է, որ արյուն թափվի։ Իրենք ասում են իբր ընդդիմությունն է ուզում արյուն թափվի, բայց իրենք երազում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը բռնության ենթարկվի։ Այսինքն ինքը ամեն ինչ անում է իր գործողություններով, որպեսզի իրեն բռնության ենթարկեն։ Դու պատկերացնում ես հանկարծ Աստվածյանի, եթե այդպիսի բան տեղի ունենա, ինքը իր նպատակին հասնի, մի էսպիսի աղմուկ են բարձրացնելու, հարայ, հասեք, Նիկոլ Փաշինյանը հալածյալի կերպարանքի մեջ է մտնելու, իբր ես այսպես խաղաղասերն եմ, ուզում եմ խաղաղություն բերեմ, իսկ այն նախկին այդ բաները, սադրիչները, ռևանշիստները իրենք ամեն կերպ ուզում են պատերազմ բերեն, չեն ուզում որ խաղաղություն լինի։ Ու այս հիշում ես հայտնի մուլտֆիլմ կար, որ ասում էր սատանա կա քաղաքում, սատանա կա քաղաքում։ Հիմա մեր հայրենակիցներին ընդամենը մնում է հորդորել, որ սիրելի հայրենակիցներ, երբ որ դուք տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանը պտտվում է քաղաքով, տնից պարզապես դուրս մի եկեք, որովհետև այս մարդը ոտքից գլուխ շառ է, մեկ տեսար այդ շառը չես իմանա որտեղից եկավ ու կպավ քեզ, հետո չես իմանա արդեն թե ինչ կանեն քեզ հետ, մի բան էլ ձեզ մեղավոր դուրս կանեն։ Շառից փորձանքից հեռու տնից դուրս մի եկեք, երբ որ տեսնում եք, որ սատանան քաղաքով պտտվում է։ Կարողա նստեք, կարողա չգիտեմ, այլ բռնության դրսևորումներ լինի ձեր դեմ ու այստեղ մի բան ավելացնեմ ու երևի անցնենք հյուրին, հա, Արեգնաս։ Մի քանի դրվագել իդեպ հիշատակենք, դու ասացիր Նիկոլ Փաշինյանի սադրանքների հետ կապված։ Մարտի 1-ը ասացիր, ես նաև հիշում եմ, որ պատերազմից անմիջապես հետո դեկտեմբերի 19-20 թվականին գնաց Եռաբլուր, հիշում ես, դեռ մեր երիտասարդ հերոսների գերեզմանները Արմեին ու բերում էին ամեն օր բերում էին նոր մարդկանց այո այդ լարված իրավիճակում ծնողներն էլ այնտեղ կանգնած որպեսզի թույլ չտան որ Նիկոլ Փաշինյանն ու այդ հրոսակախմբերը կողկրտեն գերեզմանները բայց սրանք են համառ կենթանու հա նման հայտնի կենթանու նման այդպես համառությամբ երեսները պնդացրեցին ու ուղղակի ներդրեցին, գրոհեցին Եռաբլուրը, հերթական սադրանքին դիմեցին, այո, ու սկսեցին իրենց սմբակներով կողկրտել մեր երիտասարդների գերեզմանները։ Դա պարզապես խայտառակություն է։ Պատկերացնում ես, ասենք մարդուն սպանես, հետո գնաս Պանիխիդայի։ Հաջորդ կադրերն էլ հիմա էլ ենք տեսնում այս կադրերը, ինչպես էին 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներին, հարազատներին, ավելի ուշ էր հա այս կադրերը արդեն թևերը ոլորելով, ձեռքերը ոտքերը քաշելով, այսպես խայտառակությամբ վերման ենթարկվում։ Հիմա սրանց ով է սադրել։ Ասենք ինքը որ իր շարասյունով հղի կնոջը սպանեց, ով էր սադրել իրան, որ արյուն թափի սպանի։ Դե հիմա չենք հասել դրան, բայց դրան էլ կհասնենք, ասեն հատուկ այնտեղ կանգնել էր, որպեսի ինքը իրեն իմիջիալուց այդ ժամանակ այդպիսի վարկածներ էին, գիտես, իրենք շրջանառության մեջ դնում իրենց ֆեյքերի միջոցով, որ այդ աղջիկը խեղճ սոնան, հա, նվար հիշատակ նրան իհարկե, որ ինքը հատուկ է տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանի շարասյունն է անցնում, հատուկ է ոտքը առաջ դրել ու ինքը որպեսզի անցնի փողոցը, հատուկ չի սպասել։ Նույնիսկ այսպիսի ստորագույն վարկածներ էին իրենք առաջ քաշում, որպեսզի արդարացնեին Նիկոլ Փաշինյանին։ Հետո էլի դրվագներ կան սադրանքների հետ կապված, հիշում եք այդ հանրահավաքների ժամանակ երկու կողմը հանրահավաք էր անում հենց Նիկոլ Փաշինյանը երթեր դուրս եկել, նաև ընդդիմությունը օպերայում կարծեմ նույն օրն էր։ Ինքը միտումնավոր այդ հանրահավաքը ուղղորդեց իր կողմնակիցների օպերա, որտեղ ընդդիմություններ հավաքված ու այդ ճաղերը մի կերպ փրկեցին, որ բախումներ չլիներ ընդդիմության եւ ԿՊԱ-ականների միջև, շատ մեծ էր այդ արյուն թափելու հավանականությունը, որ Նիկոլի սիրտը փառավորվեր, էլի, այդ արյուն թափելուց։ Հետո Սյունիք գնալը հիշում ես։ Սյունյաց ողջույնները հիշում են, բոլորս հիշում են։ Հասյո այդ պատերազմը։ Էլի երեսը պնդասնելով տեսնում էր, որ իրեն որևէ մեկ ուրախ չի, որ այնտեղ գնացել է, դե կադրով չի երևում, չէ՞ շատ։ Ողջույն եղբայր, դե այնտեղից էլ համապատասխան ձևով Սյունյաց ողջույններ հղեցին։ Իմիջիալոց այս 18 տարեկան դպրոցահասակների դրվագում ամենաստորագույնն ու զզվելի ձևով իրեն պահեց նաև սա էլ հիշենք, հա, կարկառուն ԿՊԱ-ական են կոկորտի լոսագետ Գարիկ Սարգսյանը
խայտառակ մի գրառում էր պարզապես կատարել, խայտառակ։ Ու սա այն նույն Գարիկ Սարգսյանն է, որ մինչև 2018 թվականը նույնիսկ սեփական կատու չուներ։ Նա ունի այդ կատու։ Ես չգիտեմ ինքը սեփական ոչիլ ուներ թե չուներ, գուցե սեփական ոչիլ ունեցած լիներ այդ ժամանակ, բայց սեփական կատու չուներ, նկարում էլ տեսանք, հա, կադրում տեսանք, ինչպես էր մեքենայի ղեկը ձեռքին բռնած գյուղի փողոցներով վազվզում, երազելով, որ ինքը երբևէ մեքենա կունենա թե չի ունենա։ Ու հիմա սա մարդ է դարել։ Վիդիտելի արդեն ինքը այնքան կա, որ ծաղրում է մեր դպրոցահասակ տղաներին, ծաղրում է նրա հարազատներին, ու ընդհանրապես ծաղրում է մեծ բոլորիս։ Արեկնաս, ես ասեմ ու անցնենք արդեն հյուրին, երևի։ Գարիկ Սարգսյանի մասին լավ կադրեր կան, դա էլ պիտի ցույց տանք դերենի։ Դրանից հետո անցնենք հյուրին։ Դրանից հետո նոր կանցնենք հյուրին։ Եղավ, ուրեմն իշխանությունը չի փչացնում մարդուն։ Իշխանությունը ուղղակի բացահայտում է մարդու իրական դեմքը։ Հիմա սրանց իշխանություն տվել են, իրենք բացահայտ վարդի պես բացվել են։ Իրենց ամբողջ այդ չեղածարժե համակարգով, ստախոսությամբ, ասենք սրան ինչ ասես։ Ես որևէ խոս գնահատական չեմ կարող։ Պատկերն է դա բացապես։ Հա, ասենք քաղաքապետ ունեն այն Տավրոս, ասենք շալվարների չհասնում, չգիտեմ, ծնողների առաջ մայրաթորի բակում, ասենք հպարտանում էլ են, չեն ամաչում։ Հիմա ժողովուրդ չան համակերպվեք, որ միջև հունիսի 7-ը դուք ունեք նման իշխանություն։ Հիմա չեն կարա ուրիշ ձև միջև հունիսի 7-ը։ Հունիսի 7-ից հետո կունենաք ուրիշ իշխանություն եւ ամեն ինչ կամած, շատ կամած կդզվի ինձ թվում է։ Հիմա Կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի հերոսությունների մասին ֆիլմ դիտենք 7 օր եմ լրատվաբերլուծական կայքը դեռ 7 տարի առաջ էր տեսանյութ պատրաստել նրա այդ հերոսությունների մասին մի հատ վերհիշենք մի քիչ թարմանանք հետո արդեն դիմավորենք մեր հյուրին կախարդական փայտիկ կա եւ այդ կախարդական փայտիկը արդեն իսկ իր գործը սկսել է Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալիս խոստանում էր կախարդական փայտիկի միջոցով ապահովել թռիչքաձև տնտեսական աճ ու ներդրումների առատություն։ Կա սուտ, կա լկտի սուտ եւ կա վիճակագրություն։ Вот у меня один знакомый, тоже ученый, у него 3 класса образования. А он десятку за полчаса так нарисует, не отличишь от настоящей. Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա այստեղ մի փոքր խնդիրներ են առաջացել կապված կոկորդիլոսի, ավելի ճիշտ դրա ձվերի հետ։ Гена, крокодил. Ինչպես Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում էր նշել Փաշինյանի գաղափարական թևի խորհրդանիշներից մեկը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, կոկորդիլոսի բուծմամբ զբաղվել ցանկացող տանզանիացի ներդրողը նախ չի կարողացել վիզա ստանալ Զվարթնոց օդանավակայանում եւ բացի այդ Պեկում չեն կարողացել կողմնորոշվել թե կոկորդիլոսի ձուն թռչնի է թե կենդանու։ Մեր ներդրողի Հայաստան գալու հետ կապված որոշ խնդիրներ կար, քանի որ ներդրողը Տանզանիայից է եւ վիզա չենք կարողանում տրամադրել Զվարթնոց օդանավակայանում։ Ես գրությամբ դիմել եմ արտգործ նախարարություն, որպեսզի կոնկրետ այս ներդրողի մասով վիզա տրամադրվի։ Կար նաև որոշ խնդիրներ Պեկում, չէին կարող մեր գործընկերները բնորոշումը տալ կոկորդիլոսի ձվի դա թռչնի է թե կենդանու է։ Փաստորեն Հայաստանի կոկորդիլոսաբուծական ապագան կախված է կոկորդիլոսի ձվի ծագումնաբանությունից։ Что это? Мама, минутку. Извините. Простите меня. Подождите, видите? Я все кладу на место. Այն որ կոկորդիլոսը կենդանի է, դա աստույկ է։ Մնում է որ Պեկում կողմնորոշվեն թե թռչուն է արդյոք կոկորդիլոսը եւ ինչ գույնի է այն։ Как вы думаете, если покрасить зеленого цвета, будет держаться? А? Բացի այդ հարկ է պարզել նաև, որ եթե կոկորդիլոսը թռչուն է, ապա ինչպիսի ռեժիմով պետք է մաքսազերծվի այդ թռչնի ձուն։ Вы понимаете, мой Альбертик просил зеленого цвета, а в магазине только оранжевые. Իդեպ տեղին է հիշեցնելը, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը իշխանությունը համեմատում էր կոկորդիլոսի հետ։ Երբ որ մենք այս գնահատականները տալիս ենք իշխանություններին արդարացիորեն, մենք պետք է կներեք առաջնորդվենք կոկորդիլոսի կանխավարկածով։ Այսինքն գիտեք ինչ, ինձ համար հիմա արդեն շատ տարօրինակ է, որ որևէ բանական մարդ կոկորդիլոսին սկսի մեղադրել, որ ինքը կերավ ինչ-որ մեկին։ Հասկանում եք, նա կոկորդիլոս է։ Կոկորդիլոսին մեղադրել նրա համար, որ կոկորդիլոս է,
դա փակուղի է տանում մեզ, որովհետև ինքը կոկորդիլոս է։ Հիմա ինքն է դարձել իշխանություն եւ պետք է հասկանալ, թե կոկորդիլոսաբուծությունից հետո ինչպես են հպարտ քաղաքացիները տարբերելու Արարատում բուծվելիք կոկորդիլոսներին իրենց սիրելի իշխանությունից եւ ինչպես են անելու, որ իշխանությունների բերանում իրենց թաթիկները հանկարծ չհայտնվեն։ Երբ որ ձեռքը դնում ես նրա բերանը, նա բնազդով փակելու է բերանը եւ մնալու է առանց ձեռքի։ Մեր տաղավարում մենք արդեն հյուր ունենք Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ քաղաքագետ Ստեփան Դանելյանը, ողջույն պարոն Դանելյան, շնորհակալություն, որ առաջին անգամ հյուրընկալվել եք մեր տաղավարում, առաջին անգամը լինի, վերջին անգամը չլինի։ Պարոն Դանելյան, այսօր մենք խոսում էինք հանրային համերաշխության պահանջից եւ Նիկոլ Փաշինյանի այս սադրանքներից։ Իրականում ինչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը այսպիսի սադրանքներով իրավիճակը այսպես լարելով։ Ու հավելում էլի, ինչի անգել դռնեդուր ընտրություններից 2-3 ամիս առաջ։ Ոչ միայն ինքն է դռնեդուր ընկել, այլ նաեւ շատ շրջաններում, գյուղերում ԿՊԱ-կանները դուր առ դուր մտնում են, մարդկանց հետ փորձում են զրուցել, քարոզել, բայց որպես կանոն իրենց բավականին զուսպ են ընդունում եւ գնալով իր ընտրազանգվածը քչանում է։ Հիմա եթե գանք հանդուրժողականությանը, ինչի ենք մենք հիմա խոսում հանդուրժողականության մասին, որովհետեւ հանդուրժության մեջ կա անհանդուրժողականություն եւ փոխադարձ ատելություն եւ այդ ատելությունը, որը իրականում հրահրել է հենց Նիկոլ Փաշինյանը, այսինքն ինչ ցանել է, հիմա նա էլ հնձում է։ Եկեք օբյեկտիվ լինենք, ես կարծում եմ դրա սաղմերը կային դեռևս միջև այդ անձնավորության քաղաքական դաշտ մտնելը, սա 90-ական թվականների ժառանգությունն է։ 90-ական թվականներին սովետական միությունը սոցիալական երկիր էր, լավ կամ վատ, բայց կար որոշակի հավասարություն, սոցիալական ծրագրեր, անվճար կրթություն, բժշկություն եւ այլն, այլ սոցիալական երկիր էր եւ գործարաններում կային մարդիկ, որոնք աշխատում էին կոլխոզներ, սովխոզներ եւ այլն։ 90-ական թվականից ամեն ինչը ջարդվեց եւ այդ մարդիկ դառան ըստ էության լումպեններ, սա վիրավորելու համար չեմ ասում, գործազուրկներ, մարդիկ, որոնք ինժեներներ էին, բանվորներ էին եւ այլն, իրենց տեղը ունեին, իրենց դիրք ունեին, որոշակի։ Եվ երբ որ սկսեց վայրի կապիտալիզմը, այդ մտավ այդ խնդիրը, պետությունը դեմքով շրջվեց այդ մարդկանց նկատմամբ։ Եվ եթե հիշում եք 90-ական թվականներից սկսած, ընդդիմությունը միշտ այդ լարի վրա խաղում է։ Չէ՞, ժամանակ էլ կար Նիկոլ Փաշինյան, որը իշխանության չեկավ, Արշակ Սադոյան եւ այլն, որոնք խոսում էին Թալանի մասի եւ այլն։ Իսկ դասակարգային ատելությունը գլուխ բարձրացրեց։ Այդ ոչ դասակարգային, այլ դասակարգը կորցրած մարդկանց։ Նեղվածություն, փողոցում հանդիպ եւ իրոք ինչ որ առումով իրոք անարդարություններ էր տևում, որովհետեւ մարդիկ են գալիս կրիմինալ դաշտից եւ այլն անօրինական եղանակով այդ գործարանները փլուզում էին, թալանում էին եւ այլն, եւ իրենք տեսնում են իրենց տարիներով աշխատած գործարանները մետալալումից վաճառում էին Իրան եւ այլն։ Այդ ժամանակ ընդդիմությունը փորձում էր դրա վրա խաղալ եւ ամեն անգամ հիմնական երկու կարգախոս կար։ Երկիրը կործանվում է ու ժամանակ չկա։ Եկեք շուշ փոխենք, ու 96 թվականին 2008 թվականին այդ ընդվզումները անդադ լինում էր։ Եվ այդ դաշտը, պարար դաշտը, այդ դժգոհության եւ այլ կար։ Եվ հայտնվեց այդ անձնավորությունը, որը այսօր վարչապետ է, որը փայլուն խաղաց այդ դաշտի վրա եւ սկսեց սրել այդ ատելության մթնոլորտը։ Նիկոլ Փաշինյանը դա ինչա տալիս, երբ որ հասարակության մեջ սրվում են նման հակասությունները, ներընտանեկան, ներազգային, առաջ չկար այդքան շատ, որ ազգերը բարեկամներ իրար հետ չխոսեին, ասենք մեկի նիկոլական լինելու պատճառով, էլի։ Դերենիկ, նայ, ես ինչ եմ ասում, ես ուզում եմ ասեմ, պարարտ հողը կար։ Հիմա հարցը այդ պարարտ հողը ով կարող է լավ օգտագործել։ Այս անձնավորությունը իր բնույթով, հոգեբանական տեսակով եւ այլն ինքը կոնֆլիկտային կերպար է եւ ինքը պարակտիչ է։ Ինքը պարակտիչ եղել է, ովքեր են աշխատել են իշտերտում եւ այլն, գիտեն, այդ մարդը պարակտիչ է իր էությամբ։ Եվ այդ ինքը այդ դաշտը մտավ 2008 թվականին, չէ, հիշում եք իր ելույթները, որ սիրտս փառավորվում է, երբ որ մարտի 1-ին ոստիկանական մեքենաներ են այրվում, Ղարաբաղցիները եսի ինչ եւ այդ ատելության մթնոլորտը ինքը սա առաջի փորձն էր ձեռք բերում, ինչպես ներազդել
զանգվածի վրա, իսկ զանգվածի վրա դու կարաս ներազդես, երբ որ դու թշնամի ես ցույց տալի։ Դա դեռևս են Լեբոն, Ֆրեյդ եւ այլն իրանք դա օգտագործում են, դա ժամանակին օգտագործում էր նաեւ Մուսոլինին, Հիտլերը եւ այլն, այսինքն ռետորը, որը կարողանում է պրիմիտիվ ձևով խոսալ ու ցույց տալ թշնամին։ Եթե դու թշնամուն ցույց չես տալի, դու չես կարող պարալիզացնես եւ քո հետևից տանես այդ զանգվածին։ Եվ հենց մարտի 1-ին ես էլ այն ժամանակ ուղղակի այնտեղ էի, չէ՞, հասկանալու համար ինչ է կատարվում, միջև այդ կրակոցները եւ այլն, ես զարմացել եմ, ուրեմն այնտեղ բավականին շատ մարդիկ, որ երկաթի լոմերով քարեր են ջարդում, արմատուրաներ են վերցնում եւ այլն, ու սա ինչ որ զանգված էր, ու դա քաղաքի զանգված չէր արդեն, դա բերված զանգված էր, եւ զգում եմ, որ այստեղ արյան հոտ է գալի, եւ այդ արյան հոտը պետք է մեկ այդ բեմում դուրս գալ, եւ այդ արյան կոչ անել, եւ այս անձնավորությունը առաջի դպրոց անցավ մարտի 1-ին նման կոչերի միջոցով։ Ես առաջարկում եմ, որպեսզի մենք վերհիշենք այդ կադրերը եւ թե ինչ ատելության քարոզ էր տանում Նիկոլ Փաշինյանը, ինչ հակաօրինական կոչերով էր հանդես գալիս 2008 թվականի մարտի 1-ին, այնուհետև կշարունակենք մեր զրույցը։ Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտի 1-ի գլխավոր դերակատարներից էր։ Ըլեք, չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվել, երբ որ իմացա, որ ոստիկանների ձեռից վահաններ ու մահակներ եք։ Լիկա հավալու։ Այդ նա էր կոչանում հավաքվել, զինվել ու մեր քաղաքն ազատագրել Ղարաբաղցի տականքներից։ Հավաքում ենք ինչքան հնարավոր է շատ մարդ, ստեղծել պաշտպանական դիրքեր։ Քար կլինի, չգիտեմ, աղբաման կլինի, ոչինչ, նստարաններն էլ չի խանգարի։ Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք Ղարաբաղցի տականքներից։ Սրաները արձանի կերպով այդ ոստիկան կոչվածին հանեցին եւ ինչ-որ ճիշտ է, դա ճիշտ են ասում, դա ոստիկան չեն, դա սրիկա է եղել, եւ սրիկային ինչ-որ հասնում են արել են սրաները ու ճիշտ են։ Փողոցային գրոհով իշխանությունը վերցնել չհաջողվեց եւ Նիկոլը ծլկեց դեպքի վայրից։ Խնդիր ունեի բնականաբար այնպես անել, որ ինչ չձերբակալեմ փոքրիկ միջանցքով, որի գոյության մասին շատերը չգիտեն, ովքեր չեն օգտագործել այս միջանցքը, չգիտեն։ Այս ավտոտնակները այն ժամանակ դարպաս բան չուներ, սա կիսակառույց շենք։ Վազեցի եւ պատասպարվեցի դրատան գարաժ։ Պատասպարվեցի ինտեղ։ Նա ընդհատակից դուրս եկավ այն ժամանակ, երբ գիտեր, որ իրեն չի սպառնում սահմանադրական կարգի տապալման հոդվածը եւ որ մի քիչ նստելու է եւ դուրս գա։ Բարև ձեզ, Նիկոլ Փաշինյան։ Ես դատախազության շենք ունեմ։ 2008-ի մարտի 1-ին զոհեր եղան, 10 զոհ։ Նիկոլը շատ լավ գիտի, որ դրա մեջ իր ահռելի մեղքի բաժինը կա։ Մարտի 1-ն իրոք տոն է Փաշինյանի համար։ Չլիներ մարտի 1-ը, ինքը հնարավորություն չէր ստանա քաղաքական կարիերա անելու, ողբերգությունը տարիներ շարունակ շահարկելու եւ ի վերջո վարչապետ դառնալու։ Մարտի 1-ը Նիկոլի ազդեղային ժամն է։ Տեսանք փաստացի այն ինչ էր, այն մասին էր ինչ խոսում էր պարոն Դանիելյանը, շատերը երևի մոռացած կլինեն, որովհետև հիմա ինֆորմացիան շատ արագ է ընթանում։ Պարոն Դանիելյան, խոսում ենք այդ տեխնոլոգիաներից, հա, ինչպես առաջնորդները հիմնականում վատ նպատակներով իշխանության եկած առաջնորդները թշնամու կերպարներ ստեղծելով ներքին եւ արտաքին պահում են իրենց իշխանությունը։ Հիմա սա այդ դեպքն է, երբ որ Նիկոլ Փաշինյանը ստեղծում է թշնամիներ հասարակության ներսում, Ղարաբաղցիներ, նախկիններ, արտաքին ռուսներ, էլի կան մի քիչ որ փորփրենք, էլի մարդիկ կգտնենք, եւ դա օգնում է իրեն մոբիլիզացնել, ընտրազանգված եւ պահել իշխանությունը։ Բնականաբար դու պետք է թշնամի ցույց տաս եւ նաեւ որպեսզի մեծ զանգված մոբիլիզացնես, դու պետք է պարզագույն լեզվով խոսաս։ Դեռ հետաքրքիր օրինակներ կային Ֆրեյդի մոտ, Լեբոնի մոտ եւ այլն, որոնք ասում են, եթե հավաքում է մեծ զանգված, ասենք 10-20 հազար մարդ, որոնց մեջ կարող են շատ ինտելեկտուալ անձնավորություններ լինել, դու պետք է խոսես այնպիսի լեզվով, որը 13-14 տարեկան երեխան նույնիսկ հասկանալն է։ Դու պետք է ինչքան զանգվածը մեծանում է, այդ մակարդակը իջնում է։ Ու դու պետք է, ասենք, առաջերտին թշնամի ցույց տաս։ Դու պետք է անդադ կարգախոսներ ասես,
կարգախոսները կրկնես, նույն բանը մի քանի անգամ կրկնես, Նիկոլ Փաշինյանը։ Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, անդադ կրկնում։ 19-րդ դարի, 20-րդ դարի շատ հետաքրքիր տեխնոլոգիաներ են, որը Հիտլերներ օգտագործում, Գեբելսներ օգտագործում, Մուսոլինիներ ամենափայլունը օգտագործում եւ հայլու առաջ կադրեր կան, որ ինքը պարապում էր, հա, ժեստեր էր անում, որ զանգված առաջ խոսելու։ Եվ հանուն ճշմարտության ասենք, այս անձնավորությունը փայլուն կարողացավ դա իրականացնել, այսինքն որոշակի շնորհ տաղանդ ինքը այդ առումով ունի։ Ու երբ որ ինքը պրիմիտիվացնում է, բայց զանգվածը չկա, դու արդեն հեռուստատեսության առաջ ես եւ այլն, չէ՞, այդ էներգետիկան զանգվածի պրիմիտիվ չկա, արդեն դու զբոյ տալի խնդիր։ Ինչ առումով։ Զբոյ տալի մարդիկ չեն նայում։ Մի բան է, երբ որ կուդեմը 100,000 է եւ էներգիա է հավաքում։ Մի բան է, որ ամեն մեկը տունը նստած, ասենք լսում է, ինքը արդեն պրիմիտիվ մակարդակից բարձրանում է։ Իսկ ինքը բարդացնել չի կարողանում։ Դրա համար ինքը փորձում է այդ հին տեխնոլոգիան օգտագործել, չի հասկանում, որ նույնը չես կարող։ Այսինքն բար Դանիելյան, այլ բան է, երբ որ ասենք մի 10,000 հոգի հավաքված ու ելույթ է ունենում ինչ որ մեկը ու էներգիա կա այդ էներգիա, այսինքն ես նաև վարակվում եմ իմ կողքինի էներգիայից, ընդհանուր մթնոլորտի էներգիայից եւ կներես անհատականությունը կորցնում ես։ Այսինքն մեծ զանգվածում անձը իր անհատականությունը կորցնում է, դառնում է ամբողջի մաս։ Այսինքն ամբողջային գիտակցությանն է ստեղծում այդ գիտակցությունը եւ տարածում է վիրուսի նման, էլի, բայց հիմա Facebook-ով որ այդ սրտիկները, ռաբիզի տակ երկել, բարելը, գլխարկել, չգիտեմ, փիփերտը, կուկուռուզը, պերաշկին եւ այլն, այդ դրանք ինչի համար է։ Ինքը տեսել է, որ 18 թվականին իր ամենամոլի պաշտողները հենց այդ զանգվածներ, հա, այսինքն որոշակի ինտելեկտուալ մակարդակի մարդիկ են։ Ինքը ասեր հասկացել է, որ այդ է իր զանգվածը։ Հիմա ինքը այդ զանգվածից ուզում է այդ լեզվով խոսալ։ Ինքը այդ փիփերտ աուտում, պերաշկի աուտում, ինքը ոչ թե հանդրությանը բարձրացնում է սոցիալական առումով, գիտակցության առումով, որտեղ եթե դու եկար իշխանության, պետք է բարձրացնես, մեխանիզմներ մտցնես, հա, հանրությունը կրթելու, սոցիալական խնդիրները լուծել, ինքը դա չի արել։ Ինքը ուզում է իջնել իրանց մակարդակին, ինչ են կանել հերո չի իրականում։ Ու բայց երբ որ ինքը մտնում է մետրո եւ մենակ է մտնում կոնկրետ մարդկանց հետ, դա արդեն ամբողջ չի, կոնկրետ մարդը ինքը իրանց հետ արդեն չի կարողանում խոսալ։ Ինքը այն մակարդակում է խոսում, բայց իր դեմը արդեն անձ է, ամբողջ չի։ Ուտեղ իր մոտ չի աշխատում այդ իր նախկին փորձը։ Սկսում է սուտ խոսել այդ ընթացքում, ընկնում է հիստերիայի մեջ, գորգորում։ Հա, այսինքն ինքը կարող է խոսել ամբողջ հետ, ինքը կարող է ասենք 100,000-անոց հանրահավաք կառավարել, էներգիա տալ եւ այլն, բայց հենց անհատական արդեն իջնում ես ռացիոնալ, մատե ամբողջային գիտակցությունը շատ դեպքերում իրացիոնալ է, չէ՞։ Իջնում ես ռացիոնալ մակարդակի, արդեն զբոյ է տալիս, որովհետեւ ասենք Նիկոլը ինչ ռացիոնալ։ Հետո տեղ ուրիշ մի հարց կա, որտեղ եթե այդ օրինակները նույն Հիտլեր, Մուսոլինի եւ այլն, այդ մարդիկ ունեն որոշակի հոգեբանական տիպաժ, խառնված, այսինքն իրենք սիրում են ամբողջ, իրենք սիրում են, որ ամբողջ իրենց սիրում է, երբ որ գոռում են, ասենք Նիկոլ Վարչապետ կամ Նիկոլ Փրկիչ կամ չենք իրենք Հիսուսի հետ էր համատում, Պապ Թագավորի հետ էր համատում եւ ինքը մտել էր այդ բանի տակ, կադրերը կան, երբ որ ինքը նույն Իրանում էր ելույթ ունենում, Սպահանում, Թեհրանում կամ բանում, ինքը ռեալ մտել է այդ կերպարի մեջ եւ այդ մարդկանց հոգեբանական առումով իրենք միսիաներական գաղափարներ ունեն, առաքելություն են իրականացնում։ Իր ամեն մի խոսք ինքը փորձում է ցույց տալ, որ ինքը առաքյալ է, իսկ երբ որ իրան չեն հասկանում, ինքը անջղայրն է, այսինքն այդ հիմար զանգվածը չի հասկանում, որ ինքը եկել է փրկի առաքելությունն է իրականացնում եւ իրան հալածում է։ Դեռ արդեն Հիսուսի կերպարի մեջ է։ Այսինքն ինքը Հիսուսի կերպարով է Սուրբանա եկեղեցի մտել։ Այո, ինքը Հիսուսի կերպարով է մտել ու հանգարց իրեն դուրս են անում, բայց ինքը դրանից բաց չի զգում։ Այդ ժողովուրդ այնքան ցածր է, չի հասկանում, որ ինչ բան ինքը քարտեզն է չէ բերել, ինքը փրկում է, չէ, տեսեք քարտեզ են բերել, պատերազմ են կանգնել, փրկում են։ Ինչ ասեք, որ ինքը դրան հավատում է։ Ես կարծում եմ, երբեմն ինքը դրան հավատում է, որովհետև այդ կերտվածքի մարդիկ, երբ որ դերի մեջ մտնում են, իրենք իրենք սկսում են հավատալ իրենց։ Դա հոգեկան լուրջ խնդիրների մասին կասկած կա։ Չէ։
մեծ հաշվով։ Պարոն Դանիելյան, հասկանալի է, որ ինքը փորձում է իր զանգվածին գեր ատոմիզացնել եւ նաեւ գեր կոնսոլիդացնել, պարզապես չի ստացվում, բայց մյուս կողմից էլ մենք ասում ենք հանրային համերաշխության անհրաժեշտության մասին ենք խոսում, բայց ինչպես դու կարող ես համերաշխ լինել, ինչպես կարող ես քո նյարդերը ամուր պահել, երբ օրինակ դու գնում ես եկեղեցի աղոթելու, մեկ էլ տեսնում ես, որ այդ եկեղեցու դեմ Փաշազադեի հրահանգով հարցակում իրականացրած անձնավորությունը ներս է մտնում, այսինքն դու արդեն քո էմոցիաներն չես կարողանում կառավարել, հանդուրժողականությունը ինչպես ստեղծվեց։ Լավ, հանդուրժողականությունից մենք խոսանք, բայց քանի որ այդ մարդիկ իրանք նարցիս են, իրանք ոնց որ են վամպիրների նման մարդապետ, որ էներգիան կլանեն, հա, ինքը անընդհատ այն ամբողջ համանգալի, որտեղ շատ մարդ հավաքվել եւ ուզում է մտնի մեջը։ Այդ նարցիսն է, որը այդ էներգիան ուզում է կլանի եւ երկրորդը իր մասին խոսեն։ Կարևոր չի, լավ կխոսեն, վատ կխոսեն, բայց ինքը լրահոսի կենտրոնում պետք է գտնվի։ Երբ որ լրահոսի կենտրոնում չի գտնվում, ինքը արդեն սկսում է քանդվել։ Վախենում է, որ իրեն մոռանան։ Բայց փայլուն լուծում է այդ խնդիրը։ Ուշադրության կենտրոնում գտնվելու, նաեւ ընդդիմությունն է դրան աջակցում, որոշ դեպքերում նաև մենք ստիպված խոսում ես, էլի, ստիպա հնարավոր չի չխոսել։ Շատ լավ կլինի, որ այդ ընդդիմությունը ընդհանրապես մոռանա իր մասին եւ խոսեն, մենք էլ որպես ընդդիմություն ապագայի ծրագրերի մասին, այսինքն մարդկանց հետ արդեն լուրջ խոսակցություն տարվի, ոչ թե ինչ է եղել, այլ մենք ինչ ենք ուզում անել, որովհետև տեսեք, երբ որ մենք խոսում ենք համերաշխության մասին, երբ կարող ենք մենք այս երեքովս լինել համերաշխ, երբ որ ունենք ընդհանուր նպատակ, ապագայի նախագիծ, որը մեզ միավորում է, մենք գնում ենք այդ ուղղությամբ։ Եթե հանրությունը ժողովուրդը չի տեսնում ապագայի նախագիծ, մեզ ինչ է սպասում, հույս չունի, չկա ոգևորություն, այսինքն միավորող ոչինչ չկա, առավել ևս այս անձնավորությունը բոլոր միավորող կոդերը ծրագրավորված ոչնչացնում է։ Պատմությունը մեր ամոթալի է, այդ տարածքները մերը չեն եղել, մենք հայրենիք չունենք, պետություն է, այսինքն հայրենիք պետությունը իմիջիալ դա առանձին շատ հետաքրքիր թեմա է, այսինքն պետություն եւ հայրենիքը դա տարբեր բաներ են։ Հիմա մենք չենք տեղավորվել դրանց մասին երկար խոսելու թեմա։ Եկեղեցին է որպես կառույց համաշխարհային ամբողջ հայությանը միավորում է եւ ժամանակին այդ համայնքներ եւ այն եկեղեցու միջոցով է ստեղծվել եւ մենք պետություն չունենալով չենք զուլվել, հա, որովհետեւ եկեղեցին դա կառավարման համակարգ է, կրթություն է, ինչ որ առումով գիտություն է, եկեղեցիները բանկային դեր են կատարել, մարդիկ չգիտեն չէ որ եկեղեցին սուբսիդավորել է գյուղացիներին 15-րդ դարում 16-ում դրա մասին ոչ ոք չի խոսում, չէ, չգիտի։ Այդ առևտրականները որ կային մուրհակներ են օգտագործում բանկում գումարը եկեղեցուն դնում են, մյուս եկեղեցուն թուղթը ցույց տալուց ստանում են, չէ։ Այսինքն սենց մեխանիզմներ է գործել, մարդիկ չգիտեն դրա մասին, որ եկեղեցին մի այնտեղ աղոթել եւ այլն, չէ, դա կազմակերպչական չէ, սոցիալական մեծ ստրուկտուրա է եղել։ Հիմա որ կա սփյուռք հասկացողություն, այդ եկեղեցի շուրջն է, չէ, այնտեղ հավաքվում են, ինչ որ միջոցառումներ են անում, արարողություններ եւ այլն, այսինքն ինքը այդ բոլոր կետերը ոչնչացնում է եւ տանում է որ համերաշխ չլինեն, որովհետեւ այն ազգային արժեքները, որոնք կա, այդ արժեքներով ինքը դավաճան է, դրա համար որ ինքը դավաճան չլինի, պետք է լինի փրկիչ, պետք է այդ կետերը ոչնչացնել։ Պարոն Դանիելյանը, լավ առաջարկ արես, նոր մտածեցի, կարող մյուս հաղորդման ընդհանրապես իր մասին չխոսենք Արեգնաց, ու ներկայացնենք մեր ծրագրերը, սոցիալ-տնտեսական, անվտանգային նաեւ Ես կարծում եմ, որ քանի նաև մոտենում է նախընտրական շրջանը, շատ լավ հնարավորություն է այս փուլում, որպեսզի ուժերը, քաղաքական ուժերը խոսեն իրենց ծրագրերից եւ ներկայացնեն իրենց առաջարկները եւ անցյալը մեզ բաժանում է, պարակտում է ըստ էության։ Իսկ ապական այս բարակայում կարող է միավորող լինել։ Ես քո հետ համաձայն եմ Տերանիկ, որ մենք հետագայում շատ ավելի պետք է խոսենք մեր ծրագրերից, քան սրա ծառացներից։ Անսպառ է, որովհետեւ իր մասին խոսելը ամեն օր մի թեմա տալիս է, ամեն օր մի սկանդալ, մի մեկ միջազգային արենայը դուրս գալիս խայտարակվում, ասում է եթե խայտարակվել, ապա միջև վերջ հիմա Նիկոլ Փաշինյանի կրեդոնա դարել էլի։ Գնանց այնտեղ խայտարակվեց, հիմա այստեղ բազմաթիվ ծանոթներ կան տարբեր երկրներում, եվրոպական եւ այլն, ուրեմն սա ինչ որ անում է,
բարձում է, այնտեղ լուսաբանում են լավ, որպես բան։ Լավ լույսի ներքո են ներկայացնում։ Ծաղրի, որ այսպես մի հատ կուրիոզ դեմք է։ Եվրոպայում են ծաղրում։ Դե ոնց որ մենք Թրամփից ենք ուրախանում, հա, իր ապուշությունները։ Նույնը սրան են անում, ասենք սա մի ապուշ էլ այնտեղ կա, հա, ասենք։ Ու բազմաթիվ մենակ չենք։ Լուսաբանում են, հերոստատեջյան կայֆ են բռնում, հա, ասենց ասած։ Օրինակ ես ղազախների մոտ եմ տեսել, ռուսները, հա, զանգում են իմ ծանոթներ, ասում են մենք սկսել ենք թաքցնել, որ հայ ենք։ Որտեւ ասում են, եթե ձեր առաջնորդն է, բա դուք ինչ եք, հա, որ ձեր դուրը գալիս ընտրել, ու սա ռեալ լուրջ խնդիր է, մարդիկ ամանչում են, ուղիղ իմաստով ամանչում են, որ իրենք հայ են։ Եվս մեկ անգամ ընդգծենք, որ հունիսի 7-ին շատ լավ հնարավորություն կա, որպեսզի մենք փոխենք այս իրավիճակը եւ այո, չամաչենք, որ մենք հայ ենք։ Եվ ունենանք այնպիսի իշխանություն, որը ներկայանալի կլինի թե մեր առաջերտին, մեր համար, էլի, մեր շրջանակներում, այլ նաեւ համաշխարհային մակարդակում, էլի, ինչքան կարելի է ամոթի մեջ ապրել։ Շնորհակալություն պարոն Դանիելյան, իրոք շատ հետաքրքիր զրույց էր, շատ հետաքրքիր թեզեր ներկայացրեցիք, իսկ մենք մեր դիտողներին եւս մեկ անգամ դերենիկ չմոռանանք, ասենք, որ միանան, ինձ սրտիկեն, քեզ հավանեն։ Ինձ կարելի է ինձ էլ։ Պարոն Դանիելյանի լիքը սրտիկներ։ Սրտիկներ, չէ։ Կոնկուրենտ ունեմ արդեն։ Այո։ Իմիջիալոց շատ ջերմ խոսքեր են ասում մեզ եւ արդեն թեմաներել են առաջարկում, հյուրերել են առաջարկում, մենք կփորձենք ընթառաջ գնալ մեզ դիտողների օրդերներին եւ էլ ավելի հետաքրքրացնել մեր ոդկասթները։ Ես անընդհատ ուզում եմ ասել, միացեք, որ փոխենք, դու շարունակում ես արեք։ Միացեք, որ փոխենք։ Որ փոխենք։